Free News-ի եթերում լուրերից դուրս ոդքասթն է, կրկին ուղիղ միացում Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի Արման Ավագյանը, միջազգայնագետ։ Բարև Արման։ Ամենայն բարիք, Գագիկ ջան։ Ինչպես ես, սկսենք դրանից։ Լսի, ես շատ լավ եմ ու համենայն դեպս շատ ավելի լավ, քան մեր եկեղեցու ապագա նախկին առաջնորդը։ Շատ լավ։ Դե ավանդույթը պահպանելով սկսենք տեսանյութով ու շարունակենք։ Այժմ տեսանյութ։ Վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վատիկան, Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը եւ եկեղեցական կյանքում սպասվող իրադարձությունները բացահայտեցին հայաստանյան նոր իրականությունը։ Երկիրն արագ քայլքով դուրս է գալիս օտար կենտրոններից ստվերից եւ շարունակում է ձևավորել ինքնուրույն քաղաքական ուղի, անկախ արժանապատիվ եւ արևմտյան ուղղությամբ։ Սկսենք ամենակարևորից։ Բոլորն էլ գիտակցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հռոմի Պապի հետ պարզապես դիվանագիտական քայլ չէր։ Այդ հանդիպումը խորհրդանշում էր Հայաստանի դեպի արևմտյան արժեհամակարգ վերադարձը, ինչու է դա ողջունելի, որովհետև տասնամյակներ շարունակ երկիրը գերի է եղել կրեմլամերձ ուժերի ձեռքում, մոսկովյան շահերի շրջանակում, հաճախ ի վնաս սեփական ինքնության։ Բայց այսօր Հայաստանը վերջապես ձգտում է լինել ինքնուրույն խաղացող։ Բացի դա, այնինչ կատարվեց Վատիկանում նաև ուղերձեր ուղղված թե արևմուտքին, թե ներքին լսարանին, առ այն, որ Հայաստանը պատրաստ է գնալ առաջ դեպի քաղաքակրթական վերածնունդ, որտեղ հոգևոր արժեքներն ու ժամանակակից պետության սկզբունքները համատեղելի են։ Ամեն դեպքում ծայրագույն քաղաքական ինտրիգների ավարտը մոտ է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության եւ համաձայն ԶԼՄ մի շարք հրապարակումների Գարեգին Բ-ն շատ շուտով մոտ ապագայում պատրաստվում է հրաժարական տալ։ Կապրենք ու կտեսնենք։ Ամեն դեպքում մեսիջն արդեն ուղարկվել է։ Простите, земля сегодня закрыта. Собирайте вещички и проваливайте. Եվ այս ուղերձը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր այսօր փորձում են հակակառավարական բողոքի ալիք բարձրացնել, հավատքի պաշտպանության կամ ազգային արժեքների անվան տակ, իսկ իրականում ծառայում են միևնույն անձանց, ավելի կոնկրետ ապագա Մոսկվա-Բադի վարչակազմին։ Վերջին իրադարձություններով պայմանավորված Կրեմլի հաճախորդներն այժմ ցայտնոտի մեջ են։ Ավելի պատկերավոր ասած, խուճապահար։ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը հստակ ուղերձ է, ազդանշան բոլոր այն ուժերին, որոնք փորձել են օգտագործել կրոնը որպես քաղաքական ստրատեգիա։ Նրանց բազմիցս ասվել է, հին խաղերն անցյալում են եւ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Վարչապետի որոշումը ներկա գտնվել Հովանավանքի Կիրակնորյա պատարագին շատերի կողմից դիտվեց որպես քաղաքական ուժի ցուցադրություն, սակայն իրականում ամեն ինչ այլ է։ Այդ միջոցառումը պետության եւ հավատքի նոր մոդելի խորհրդանիշն է, առանց մանիպուլյատորների եւ միջնորդների, միայն հավասարություն, հարգանք եւ փոխադարձ վստահություն։ Ինչու է դա կարեւոր, որովհետեւ Հայաստանը կրկին կանգնած է ճակատագրական ընտրության առաջ, ճիշտ այնպես ինչպես 2013-ի աշնանը։ Մի կողմում Կրեմլի ստվերն ու հին մանիպուլյացիաները, մյուսում արևմտամետ Հայաստանը, ժողովրդավար, ինքնիշխան ու ազատ։ Ինչպես արդեն նշել է երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը, Հայաստանը կարող է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել 1 ամսից կամ 1 տարուց։ Հստակ ժամկետ առկա չէ, որովհետև ամեն ինչ պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Իսկ այն ուժերը, որոնք փորձում են կասեցնել Հայաստանի արևմտյան ուղին, իրականում պայքարում են ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն սեփական կորսված իշխանության։ Նրանք մոռացել են, որ Հայաստան արդեն ընտրել է իր ուղին՝ դեպի արժանապատվություն, անկախություն եւ արևմտյան քաղաքակրթություն, որքան հնարավոր է հեռու բոլոր նրանցից, ովքեր տարիներ շարունակ սնվել են օտար կենտրոններից։ Իսկ հիմա իրենց հայրենասիրությունը հիշել են միայն այն ժամանակ, երբ կորցրել են ազդեցությունը։ Այդ իսկ պատճառով նրանք ընտրել են քաղաքական իմպրովիզացիայի ճանապարհը։ Но это же не эстетично, а то дешево, надежно и практично. Նման կացնային տրամաբանությամբ փորձում են պետությունն ու պետականությունը խեղդել աղոթքի անվան տակ, օրենքի գերակայությունը ներկայացնելով որպես հալածանք եկեղեցու դեմ։ Թիրախը մեկն է՝ ստեղծել խառնաշփոթ, ցույց տալ պառակտված Հայաստան եւ այդ պատկերն ուղարկել ռուսական լրատվամիջոցներին, որպես ապացույց, թե իբր Փաշինյանը ոչնչացնում է եկեղեցին։ Նրանք պարզապես չեն կարողանում մարսել այն անգամանքը, որ վերջին միջազգային ֆորումներում Հայաստանն արդեն խոսում է ոչ թե որպես դիտորդ, այլ որպես գործընկեր։ Վատիկանում արժեհամակարգի, Շարմ էլ-Շեյխում տարածաշրջանային խաղաղության, Վաշինգտոնում տեխնոլոգիական շրջանի մասին, եւ ամեն անգամ Հայաստանը ներկայանում է ոչ թե փոքր երկիր մեծ խաղի մեջ, այլ պետություն, որն ունի սեփական տեսակետ, սեփական շահ եւ արժանապատվություն։ Այո, Հայաստանը դժվար ճանապարհ է անցնում եւ անցնելու, բայց հենց այդ դժվարությունն է ծնունդ տալիս պետության նոր գաղափարին։ Երբ օրենքը գործում է բոլորի նկատմամբ, երբ հավատքը ազատ է, իսկ պետությունը ինքնիշխան եւ դա արդեն ոչ թե իշխանության քաղաքական ուղեգիծ է, այլ քաղաքակրթական ընտրություն։ Հայաստանը պայքարելու է, դիմադրելու է եւ դիմանալու, որովհետեւ Կրեմլը երբեք չի հաշտվի Հայաստանի անկախության հետ, բայց Հայաստանը չի պարտվի, որովհետև Հայաստանը վերադարձել է իր պատվավոր տեղը համաշխարհային քաղաքականության մեջ, որպես արժանապատիվ, ազատ եվրոպական պետություն։ Տեսանյութը դիտեցինք, ինչպես ասում են, Հայաստանում ոչինչ չի փոխվում։ Բոլոր դեպքերում, երբ որ մոտենում է ինչ որ մի կարևոր իրադարձություն, բոլորս դառնում ենք
Նապոլեոններ, բոլորս ամեն ինչ գիտենք, բոլորս ասում ենք, որ ես դա ավելի լավ կանեմ, ըստ քեզ ուր է մեզ տանելու այդ, ինչ ասեմ, մեղմ ասեմ, գլուխ գովանությունը, էլի։ Դե ես ինչպես գլուխ գովանություն չասեմ, բայց գիտես 2018-ից ի վեր ժողովրդի մոտ մի նոր բան է ավելացել, դա այն է, որ այդ խոսքի ազատությունը իրոք ստացել է իր բոլոր, այսինքն այդ խոսքի ազատությունը նաև բերում է իր արդյունքները, հա, միջև էդ էլ ինչ որ խոսքի ազատության պատրանք կար, որ ասում են ինչքան ուզում եք խոսեք, դուք ձեր համար խոսեք, մենք այստեղ կորոշենք ինչ ենք անում, տվյալ պարագայում էլ արդեն այդպես չի, եւ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, դրա բառ վկայությունը նաև այդ նշենք Գագիկ ջան, մենք մեր զրույցներում ես ու դու խոսում ենք նաև նրա մասին, այն հետադարձ կապն ենք քննարկում մեր հեռուստադիտողի հետ, հա, որը շատ հաճախ եւ դրանից մենք նաև ողջևորվում ենք, որ ողջունում է մեզ, հա, այդ հարցերին մոտենալու շատ ավելի པարզ, ավելի ինչպես ասենք, մատչելի եւ առանց քողարկումների եւ առանց այդ դիվանագիտական ինչ որ բառապաշարների, բայց պետք է նաեւ այդտեղ նշենք, որ այդ բարագայում մենք հերու չենք այսօր մեր մեծ բարեկամ, մեր մեծ ընկեր Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունից։ Ես ուզում եմ այդ ռակուրսով սկսենք, եթե դեմ չես, որովհետեւ տես ինչ կատարվեց այս մոտակա օրերին եւ հիմա էլ դա կատարվում է։ Բոլոր շատերը ասեցին, հա, Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը ինչպիսին է, բայց տեսնում եք, որ այն քողարկված քաղաքականություն չէ, շատ ավելի բաց քաղաքականություն է եւ նրանք, ովքեր մտածում են, որ նրա վարած այդ քաղաքականությունը միմիայն վնաս է հասցնում, իսկ տվյալ պարագայում մենք պետք է չմոռանանք, որ մեր ռեգիոնում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ համեմատական են նաեւ այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ, Ռուսաստան երկխոսության կամ երկխոսության բացակայության մեր ժամանակահատվածում եւ տեսնում ենք ինչ հետեւալ բաներ ենք տեսնում, որ եկանք հասանք մի հանգրվանի, որտեղ արդեն ԱՄՆ ֆինանսների նախարարը, որը շատ մոտ կանգնած անձնավորություն է Դոնալդ Թրամփին, հայտարարեց, չէ, որ Դոնալդ Թրամփը Պուտինը ոչ անկեղծ է, ոչ ազնիվ Դոնալդ Թրամփի նկատմամբ, դրան հետևեցին ռուսական ռոպագանդայի հայտարարությունները, որտեղ նրանք ասում են, որ Թրամփի բայդենիզացիան է սկսվում, այնտեղ շարունակեց Պուտինի բուլդոգ նախկին այդ Մեդվեդևը ինչ ասես չասելով Պուտինի Թրամփի հասցեին եւ այստեղ պարզից էլ պարզ է դառնում, որ արդեն հասկացանք, չէ, որ Դոնալդ Թրամփը արդեն հասկացել է շատ բաներ, նա չեղարկեց այդ հանդիպումը, այստեղ մենք շատ լավ հասկանում ենք, որ Պուտինը ուզում է վերջի վերջո Դոնեցկի այդ 30%-ը գրավելուց հետո նոր որից է մի բանի մասին խոսել, հրադադար չկա եւ ըստ այդմ այստեղ մեզ մոտ էլ է, հա, տարածաշրջանում հենց որոշ շրջանակների իրենց կինոյի տղա Պուտինը իրենց համար, որ հա Պուտինը համար իրենց կինոյի տղան է, հենց սկսում է ինչ որ պլյուսներ գրանցել, այստեղ սկսում են ակտիվանալ, բայց վերջի վերջո գալիս ենք մի հանգրվանի, որտեղ շատ լավ տեսնում ենք, որ այդ նյութ ուժերը եւ Կրեմլի վարած քաղաքականությունը ամերիկյան բառով ասած, մեղմ ասած բուլշիտ է եւ վերջի վերջո բերելու է նրան, որ Ռուսաստանը էկոնոմիկ առումով էլ ավելի է մեկոսանալու։ Հիմա ուրիշ բան, որ Հայաստանը այդ պարագայում շատ ավելի խոհեմ գտնվեց Ադրբեջանի հետ միասին եւ ավելի շատ եկան մի հանգրվանի, որը կոչվում է խաղաղություն։ Հիմա այս խաղաղության կոնտեքստում է նաեւ, որ մեր երկրի ղեկավարը հանդիպում է Վատիկանի հետ եւ այնքան պարադոքսալ է հնչում, էլի, ասենք այստեղ Պուտինի որդիները ընդཐུպ մինչև ներողություն Արման ջան, ման էին գալիս ինչ որ դրվագներ, որտեղ Հռոմի Պապը կարծես թե չասեց ներկա է գտնվում նաև այստեղ Հայաստանի վարչապետը, դա էլի սարքեցին մատի պատատան, այն որ այդ պատարագից սուրբ պատարագից հետո Հռոմի Պապը ընդունեց Հայաստանի վարչապետին, երկար զրույց ունեցան, շատ ջերմտնոլորտում, այդ ամեն ինչը հեչ, էլի ման են գալիս ինչ որ էպիզոդներ,
որ այդ էպիզոդը կարելի է ներկայացնել որպես, չգիտեմ, Հայաստանի արտաքին դիվանագիտական հերթական պարտություն, հա? Եվ դա կոչվում է մենք անգամ եւս թելերից կախվել, գիտական այն թելերից, որոնք նույնիսկ չկան, պատկերացրեք մի իրավիճակ, ողջ հայկական պրո-ռուսական ընդդիմությունը եւ պրո-ռուսական եկեղեցու կողմնակիցները աղաղակում են, որ եկեղեցին է ավիրվում եւ այստեղ կատարվում են ճնշման գործողություններ, եկեղեցին ամբողջ աշխարհում զրնգում եւ այսպիսի հիմար արտահայտություններ եւ դրանք ընդհանրապես անհետանում են, երբ եկեղեցու համաշխարհային առաջնորդը ամենայն սիրալիրությամբ ընդունում է երկրի ղեկավարին։ Դուք տեսել եք այդպիսի մի բան, որ մի երկրում եկեղեցին կեղեքվի եւ նրա ղեկավարին այդպիսի բարձր ջերմընդունելություն կազմակերպի քույր եկեղեցու ղեկավարը։ Քույր եկեղեցու ղեկավարը, այսինքն ասել կուզի եկեք այդ մանր-մուներ բաներից, ասենք լավ թող կախվեն, կամ երբ որ եկեղեցու առաջնորդը խոսում է եկեղեցու բացելուց, լինելով առաջին դե ֆակտո առաջին իր օրենքը չհարգողը, հա, այսինքն նա այսօր ոչ ժխտված լուրերի համաձայն, ամենայն դեպս բոլորն են դա ասում եւ ժխտում չի եղել, նա ընդամենը ամուսնացած է կամ եթե ամուսնացած էլ չի, նա ընտանիք ունի, որը նա չպետք է ունենար, այսինքն դա հիմքն է, չէ, հիմքն է մի ղեկավարի համար, որը հոգեվոր առաջնորդ է որպես այդպիսի ներկայանում, ինքը լինելու լավ ասենք մինիմալ անարատ, այսինքն եթե դա չկա, հիմա մենք ինչից ենք խոսում եւ ինչի շուրջ ենք խոսում եւ ընդհանրապես տեսնում ենք, որ այս պատրանքները, այս բոլոր պատրանքները մեկը մյուսի հետևից ոնց որ սկսում են վերանալ, որովհետեւ գիտեք, այստեղ ես հավատացած եմ, նույնիսկ նրանք իրենք էլ չեն հավատում իրենց ասածին, որովհետեւ ճշմարտություն գոյություն ունի, էլի վերջը կարծում։ Տես, ազգային ժողովում քննարկումների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչը ասեց, որ դա ընդամենը մի դրվագ է, որ բանը Ադրբեջանի նախագահը թույլ է տվել, որ Հայաստանը օգտագործի Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունները ցորենի համար, եւ ընդամենը անցնում է մեկ օր, երբ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը պաշտոնապես հայտարարում է, որ նախագահ Ալիևը, դա իր խոսքն եմ ասում, էլի չկարծեն, թե ես տենց հարգանքով խոսում եմ Ալիևի մասին, նախագահ Ալիևը տվել է իրավունք Հայաստանին ցանկացած ժամանակ, ցանկացած ապրանք տարանցելու։ Լավ, չգիտեմ, ես ուզում եմ մի բան հասկանալ, չէ՞ որ դա օգուտ է Հայաստանին։ Դա օգուտ է Հայաստանին, դա կրճատում է տարանցման ճանապարհը պատիկով, պատիկներով։ Բայց միևնույն է, պետք է ման գալ ինչ որտեղ շան գլուխթոներ են ինձ շները, ես շներին շատ եմ սիրում, բայց ինչ որտեղ կրկին ման գալ, որտեղ է թաղված շան գլուխը, կամ հարց բարձրացնել, թե եթե Ադրբեջանը թույլ է տալիս տարանցում, ուրեմն ինչ է զիջում Հայաստանը։ Դե գիտեք ինչ կա, այստեղ ըստ իս այդ բանը ռուսական նարատիվը շատ դժվարությամբ է, այսինքն դեռ փորձում են նրանք դիմակայել, հա, եւ ինչքան ժամանակ անցնում է, այնքան ավելի դժվարությամբ է ռուսական նարատիվները իրենք միս ու արյուն ստանում, որովհետեւ մի պահ կա, որ ճշմարտությունից հեռու չես գնա, մի պահ կա, որ փաստերն են խոսում, այլ ոչ թե նարատիվները, մի պահ կա, որտեղ դու երբ որ տեսնում ես, որ տնտեսական առումով, հա, տնտեսական առումով երկու երկրներ, որոնք տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ եղել են թշնամիներ, այսօր տնտեսական առումով գտնում են ընդհանուր շահ եւ կարող են երկուսն էլ դրանից օգուտ քաղել եւ ավելի այս պարագայում հիշենք Թբիլիսիի հանդիպումը նորանկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել, որքան ես հիշում եմ, որ հանդիպեին 3 երկրների վարչապետները,
Կովկասյան 3 հարավ-կովկասյան երկրների վարչապետները եւ խոսեին նոր մոտեցման մասին, նոր աշխարհագրության մասին, նոր տնտեսական Մոսկվայից։ Այո, որը թելադրող է, որ Մոսկվային բոլորովին էլ շահավետ չի, որովհետեւ կերպ, որպիսի Վրաստանը լավ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, Վրաստանը լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ, էդ էլ քիչ է Ադրբեջանը լավ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, եւ հարավային Կովկասը սկսի օգտագործել իր բոլոր ճանապարհները, կոմունիկացիաները ի օգուտ այդ տարածաշրջանի։ Այդ պարագայում տնտեսագետ լինել պետք չի հասկանալու համար, թե տարածաշրջանը ինչ կարևորություն է ձեռք բերում։ Ներդրումների, ապրանքների փոխանցումների, տարանցումների, ամեն ինչի համար։ Եվ վերջերում մենք տեսնում ենք նաև ռուս-ուկրաինական կոնֆլիկտում արևմտյան ուժերի բռնած դիրքորոշումը ել ավելի համապատասխանում է, հա, Թրամփի եւ արևմուտքի որոշումներ ել ավելի իրար հետ մոտենում են եւ օղակը ել ավելի սեղմվում է Ռուսաստանի վրա։ Այո։ Եվ այդ օղակից դուրս, կամ այդ օղակից ներս ես, կամ այդ օղակից դուրս, ներս գտնվելու դեպքում շնչահեղձ ես լինում նաև նրա հետ միասին, դուրս գտնելու դեպքում ունես հնարավորություն զարգանալու եւ միևնույն ժամանակ ոչ միայն զարգանալու, այլ նաև մնալու ազատ աշխարհի կողմնակից, որովհետև փաստացի այսօր տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը կարողացավ Նետանյահուի նման մեկին բերել սեղանի շուրջ եւ ստիպել, պարտադրել, հա, եւ տեսանք ինչպես Ջի Դեյ Վենսը նաև այսօր խոսեց այդ Յորդանիայի մասով Իսրայելի թույլ չտալու, հա, որպեսզի այլ ավելի գրավեն եւ այլ, այսինքն նաև հիշեցնենք, որ Ջի Դեյ Վենսը նաև այցելեց հենց եկեղեցու հայկական հատվածը։ Այո։ Այնտեղ կա չէ հունական եւ այլ, բայց ինքը կոնկրետ այցելեց հայկական հատվածը, չէ՞ որ այդ ամեն ինչը, եթե մարդիկ կան, որոնք միշտ մանրուքներից են կարճում, սա էլ է մանրուք, բայց շատ կարևոր մանրուք է։ Կարևոր է նրանց շնորհակալություն հայտնես քրիստոնեական արժեքները պահպանելու համար եւ այդ նույն Միացյալ Նահանգները կարողացան վերջի վերջո եւ կարողանում են փխրուն, այսինքն դա հաստատուն չէ, որովհետև տեսնում եք այնտեղ Համասը դեռ զենքը վայր չի դրել, բայց ես համոզված եմ գալու են այնտեղ խաղաղ մի որոշման, որը չի ստացվում այսօր անել ռուս-ուկրաինական դաշտում եւ դե ֆակտո այստեղ արդեն գնալով ավելի պարզ է դառնում, որ Կրեմլում որոշել են կանգ չառնել, շարունակել պատերազմը եւ այստեղ շատ ավելի հաստատուն են արդեն դառնում, որ Ռուսաստանի իրավիճակը գնալով ել ավելի վատանալու է, որովհետև նավթավերամշակման գործարանների պայթեցումները, բենզինի ահռելի հերթերը շուտով, հա, ձմռամուտին եւ Ռուսաստանի պաշարների էքսպլուատացիայի դժվարությունները եւ ընդհանրապես այդ բոլոր խնդիրները ել ավելի բարդացնում են Ռուսաստանի իրավիճակը եւ իր ինչպես ասենք ազդեցության ոլորտները եւ այսօր խոսել հղում անելով Ռուսաստանին, հա, դա թողենք նրանք այդ ինքնասպանությունը գործեն իրենք, հա, մենք ինչու համար մենք պետք է մտնենք մի միության մեջ կամ ինչու համար մենք պետք է ջատագովը լինենք մի միության, որը ավելի շատ այսօր քանդելու քաղաքականությամբ է զբաղված, քան կառուցելու, որը ավելի շատ զավթման քաղաքականությամբ է զբաղված, քան ավելի համագործակցման։ Եվ դրա ապացույցը Գյումրու դեպքերի հետ կապված Զախարովայի խոսքն էր, որ ասեց մենք ուշադիր հետևում ենք, չնայած դա Հայաստանի ներքին գործն է, բայց մենք ուշադիր հետևում ենք, մենք այնտեղ ունենք ռազմաբազա, մենք այնտեղ ունենք գլխավոր հյուպատոսություն, մենք այնտեղ ունենք Ռոսսատրուդնիչեստվո, ու sense թվարկում է, ու դու այստեղ նաև պատկերացնում ես, թե էս ինչ են ուզում անել մեր ճակերտավոր դաշնակիցները մեր հայրաքաղաքում։ Որտեղ իրականում նրանք Գյումրիում բացահայտվեց, որ այդ համակարգը ընդհանրապես, այդ սովետական, պոստսովետական, լավ, եկեք սովետական հանենք, պոստսովետական համակարգը ոչնչով չի տարբերվում նախկինից, այդ դրա ուզում եք անունը կոմունիզմ դրեք, դրա անունը պոստսովետիզմ դրեք, ինչ ուզում եք դրեք, այսինքն գործում են նույն ձևով, նույն տարրական պրիմիտիվ
կաշառակիրությամբ, նույն տարական, չգիտեմ, կամ վախեցնել, ասենք դրանք մարդկանց կամ այդ գողական ինչ-որ այդպիսի հասկացությունների շուրջ չմոռանալով այդ ամեն ինչը լղոզել ազգային վեհ եւ այսպես եւ այնպես արժեքներով, այսինքն դրանք բոլորը fake, հա, գաղափարախոսություններ են եւ մեկ անգամ եւս պատրվեց երեսը վերջնականապես, որ չի կարող նմանատիպ համակարգը հարնել, նա արդեն մեռած է, հա, եւ այսօր որովհետեւ մեր այս քաղաքական գործիչները, հա, օպոզիցիոն ավելի հաճախ հղում են անում ռուսականին, հիմա այս ռուսական քաղաքականության այս իրավիճակը գալիս ապացուցելու, որ վերջ-վերջո չի աշխատում, այսինքն նրանք այսօր ուզում են ուժով հարցեր լուծել Ուկրաինայում, կստանան դրա նույն արժեք պատասխան, այսինքն այդ հերահար հրթիռներ կթափվեն նրանց գլխին, ինչքան հնարավոր է նրանք թուլանալու են, ես մաթեմատիկորեն անհնար է, որպեսզի Ռուսաստանը առաջընթաց գրանցի։ Ընդ որում Թրամփը նաև հայտարարեց, որ գործի է դնում 19-րդ փաթեթը սանկցիաների, պատժամիջոցների, Ռուսաստանը նենց ոգևորված նաև Պուտինն է ինչ-որ ասել, ես այդ չեմ լսել անկեղծ ասած, որ իրենց դա ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում այդ փաթեթը, եւ Թրամփը ասել է, որ 6 ամիս հետո կտեսնենք։ Այսինքն իրենք կարողացան էլի չակերտներով լինել այնքան տաղանդավոր, որ բավականին պրո-ռուսական դիրքորոշում ունեցող, պրո-պուտինյան դիրքորոշում ունեցող Թրամփը այսօր դառնում է ավելի արմատական, քան նույնիսկ եվրոպական երկրները Ուկրաինայի հարցում։ Այո, որովհետև Թրամփը իրենց տվեց բացառիկ շանս։ Թրամփը նրանց ասաց, որ նրանց առաջ կարմիր գորգ բացեց եւ ասեց եկեք խաղաղություն։ Լավ, եկեք զինադադար։ Այսօր նա ինչու չեղարկեց, որովհետև նրանք զինադադարի մասին նույնիսկ չեն ուզում լսել։ Որովհետև բոլորն էլ շատ լավ հասկանում են, Դոնեցկի 1/3-ը դա դեռ պետք է գրավի, այդ նույն Դոնեցկի, որը ինքը արդեն մցրել է ռուսական սահմանադրության մեջ, եւ Գագիկ ջան, ինչպես եք դուք պատկերացնում Պուտինը գա կանգնի իրենց խորհրդարանի առջև եւ ասի ընկերներ, Դոնեցկը մենք վերջիվերջո որ մցրել ենք մեր սահմանադրության մեջ, չեն գրավում կամ մերը չի, կամ վերաբացնում ենք, չէ՞։ Պետք է, այո, պետք է պատրանքներ, բոլորը պետք է օգտագործեն իրենց ռուսական խելքով մտածեն, որ փափուկ բարձ պետք է դնեն ամբողջ ազատ աշխարհի առջև եւ համոզեն, որ դե հեսա կհավաքվենք, դե հեսա մի հատ այնտեղ թուղթը բերենք, հիմա գրի, այս մեկը չի գրում, ու ես պարզամտածնում եմ, բայց այդ դոմենից է, այսինքն ինչքան կարելի է մարդկանց էշի տեղ դնել ներողություն արտահայտությունից։ Եվ իհարկե դատապարտված է ռուսական այդ քաղաքականությունը, թե Ուկրաինայում է դատապարտված, թե Մոլդովայում, Բալթյան երկրների մասին չեմ ասում, Բալթյան երկրները արդեն սկսել են հազարներով երկրից վտարել այն բոլոր ռուսներին, սա էլի եմ ասում, սա ռուս ժողովրդին չի վերաբերվում, այն բոլոր ռուսներին կամ ազգությամբ ռուսներին կամ նրանց, ովքեր նաև պահպանել են Ռուսաստանի քաղաքացիությունը կամ ձեռք են բերել Ռուսաստանի քաղաքացիություն, նայում ես տեսանյութերը, մարդը 50 տարի ապրում է դիցուկ Լատվիայում կամ Էստոնիայում եւ ընդհանրապես հարկ չի համարել մի քանի բառ սովորել։ Այդ երկրի պետական լեզվով մի քանի բառ սովորել։ Ամենահետաքրքիրը գիտես ինչն է, Արման, ես հիմա շատ եմ հետևում նաև YouTube-ով Հայաստան եկած ռուսների ճնշող մեծամասնությունը ակտիվորեն սովորում են հայերեն։ Երեխաներին տալիս են հայկական դպրոցներ կամ այնպիսի դպրոցներ, որտեղ համ ռուսերեն, համ հայերեն կա, բայց իրենք հետևում են, որպեսզի երեխաները խոսեն հայերեն, որտեղ այս եկող մարդիկ այն որակը չունեն, որը որ տոտալ այսօր Ռուսաստանում է։ Այս եկող մարդիկ համաձայն չեն պատերազմի հետ, համաձայն չեն Պուտինի քաղաքականության հետ եւ ելք են փնտրել, ելքը գտնել են սեփական մտածողություն ունեն եւ չեն ստերկած։ Այո, եւ իրենք ասում են պետք է հարգանք ունենալ այն երկրի հանդեպ, որը քեզ պատասպարել է։
Չէ՞ որ ստացվում է, որ այդ երկիրը քեզ պատասպարել է, դու մնացել ես, այսպես ասած, իրենց լեզվով ասած զաբարտում։ Այո։ Եվ այդ հիբրիդային պատերազմի էֆեկտները, որ մենք հիմա ազգում ենք մեզ վրա, հա, որովհետև բոլորս էլ արդեն հասկացանք, որ արդեն մենք մտնում ենք բոլորս այդ նախընտրական փուլ, հա, բոլորը սկսել են արդեն պատրաստվել եւ այդ թվին նաև պատրաստվում են Ռուսաստանի կողմից հովանավորվող ուժերը, սակայն այստեղ մի խնդիր կա, որ տեսնում ենք, թե ինչքան այսօր ակնհայտ է դառնում, որ մեր երկիրը հեռու պետք է մնա նմանատիպ ուժերի ազդեցությունից, ինչքան ակնհայտ է դառնում, որ նույնիսկ մեր դարերի խորքից եկող սուրբ եկեղեցին այսօր գերեվարված է այդ նույն ուժերի կողմից եւ ինչքան վնասներ է դա հասցնում երկրին, ինչքան վնասներ է հասցրել եւ շարունակում դեռ հասցնել մեր ինչպես ասենք, մեր ազնիվ աշխատող խորհրդավոր դարերի խորքից եկող իր հավատը սիրող ժողովրդին եւ ինչքան կարելի է մանիպուլացնել այդպիսի գաղափարներով, որոնք այլևս չեն աշխատում եւ այսօր կամա թե ակամա դրանք գրավում են մեր նյուզֆիդը, մեր բացում ենք ամենօրյա կտրվածքով տեսնում ենք այդ մի շարք տերտերների կամ չգիտեմ նրանց ուրիշ ձևի դժվար է կոչել խորհրդավոր հայրեր կոչել նույնիսկ դժվար է, որովհետեւ նրանց վարած այդ ինչպես է նրանք վերաբերվում ընդհանրապես ժողովրդին, մեկը մյուսին, դրանք բոլորը գալիս են այդ հնիուց եկած այդ սովետական, պոստսովետական իշխելու այդ մարդկանց պարտադրանքի մի խոսքով հակա ժողովրդավարական վերջի վերջո ուժեր, որոնք արդեն պարզից պարզ է։ Հիմա այստեղ ամբողջ խնդիրը նրանց ոչ թե օգտակար գործունեության, այլ վնասական գործունեության գործակիցը ինչքանով է եւ երբ կավարտվի եւ երբ նրանք վերջո հանգիստ կթողեն, որպեսզի այս ժողովուրդը կարողանա գնա առաջ իր վերքերը վերջո կարողանա վերականգնել վերջապես եւ կարողանա եւ տնտեսապես եւ ընդհանրապես քաղաքական հողի վրա եւ ընդհանրապես կարողանա աշխարհի ներկայանալ որպես մի առողջ հասարակություն, որը նա իրականում կա եւ այս ուժերն են, որ այսօր փորձում են ամենակարևորը ըստ այն է, որ պրո-ռուսական ուժերը կամ ասենց ասեմ, այն ուժերը, որոնք հայկական շահը չեն տանում եւ սպասարկում են օտարերկրյա շահեր, այդ ուժերը պետք է ունենան, պետք է լուրջ պարտություն կրեն։ Եվ այստեղ նաև մեր ժողովրդի խնդիրն է, այստեղ ես չեմ ուզում, այսպես ասած, իշխանության գովազդ անել, բացարձակ։ Իշխանության արած գործերը ինքը իր գովազդն է, այսպես ասենք։ Ժողովուրդը պիտի հասկանա, որ пассив նստողի եւ նայողի կարգավիճակը այլևս վտանգավոր է։ Եվ երբ որ գալիս են ընտրությունների նախընտրական ժամանակաշրջան, իրենց пассивությունը ինչ որ առումով ուժ ու թև է տալիս հենց այդ ուժերին։ Եվ վերջո պետք է հասկանանք, Գագիկ ջան, որ այդ թվեն, որ իրենք ունեն, այդ ձայնի իրավունքը ունեն, դա 10,000 դրամ, 20,000 դրամ չի, դա 50,000 դրամ չի, դա գումար չի, դա ապագան է իրենց երեխաների, իրենց երկրի, որոնք նրանք վստահելու են այն ուժին, որի արած կամ չարած գործը նրանք պետք է տեսնեն, այն ուժին, որի էությունը վերջո պարզ է, այն ուժի կամ այն ուժերի կամ այն կուսակցությունների, այն միությունների, որոնք ժողովրդամետ են վերջո, ժողովրդավար են, ժողովրդի երկրի շահի մասին, այլ ոչ թե ինչպես ավելի լավ մերձենալ Կրեմլի հետ։ Ապշելու բանը այսօր ով է այն խենթը, որ պետք է ձգտի մերձենալ Կրեմլի հետ։ Չկա այդպիսի բան։ Չկա ոչ մի առողջ պետություն, այսօր բոլորը ընդամենը
փորձում են խենթի հետ վարել մի հարաբերություն, որպեսզի ել ավելի վնասակար գործունեություն չլինի։ Այսօր դա է այսինքն փայտը ձեռում պահել ամեն դեպքում, բնականաբար, եւ այս ընդունությունները շատ ճիշտ մանդ նշեցիր, որ շատ կարեւոր է մեր ժողովրդի համար ապացուցելու, որ ոչ թե 5%, ոչ թե 2, ոչ թե 10, 0.5% դրանք պետք է չհավաքեն նմանատիպ ուժերը, որոնք գալիս են այսօր Պուտինյան Ռուսաստանի գովքի մասին կարող են նշույլ անգամ խոսել։ Ամբողջ աշխարհում նրանք դատապարտված են եւ քաղաքական հողի վրա, եւ հոգեբանական հողի վրա, չգիտեմ, եւ մարդկային հողի վրա։ Ինչ է նշանակում ունեն Ամերիկայի նման մի ղեկավար, որոնց անցտվեց շանս, հիմա ամբողջ եթերով սկսած քլնգում են այդ ղեկավարին։ Նրանք ես ապշում եմ ուղակի, դա խելացիության, քաղաքական զգոնության, դա ինքնասպանություն է ուղակի, թողենք իրենք իրենց այդ գործունեությունը տապալեն մինչև վերջ, բայց վերջի վերջո թող ոչ մեկ Աստծո անունով այստեղ չխոսի, դա կլինի սև շորերով մարդ, թե կոստյում գալստուկով միջով մի մարդ, ոչ մեկ թող չկանեն եւ խոսեն ժողովրդի անունից։ Հերիք եղավ, որ եղավ, ժողովուրդը շատ լավ գիտի ինչ է անում, ժողովուրդը շատ լավ գիտի ինչ է կատարվում աշխարհում, ժողովուրդը շատ լավ գիտի որտեղ է չարիքը եւ որտեղ է ապագան եւ վերջի վերջո այո, մեկ անգամ եւս նշեմ, որ պետք է ընտրություններին նրանք հավաքեն այնքան ձայն, որ նույնիսկ պարլամենտից 500 կիլոմետր մոտիկ անգամ չգտնվեն։ Շնորհակալություն Արման ջան, եթերաժամն էլ սպառվեց, դե մինչ հաջորդ շաբաթ մեր հերթական հանդիպումը։ Շնորհակալ եմ, ստեսություն։ Հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով զրուցում ենք միջազգայնագետ Արման Ավագյանի հետ, ամենայն բարիք ձեզ։